այդ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ բավականաչափ կուտակվել է։ Բավականաչափ միջև մոտ առապես վերջին մի 2-3 տարվա ընթացքում կուտակվում էր։ Ես այդ կապերը ունեմ, ես գիտեմ այդ տրամադրության մասին։ Ռուսաստանի նախագահ, այսպես ասենք, կումուլյատիվ, այսինքն լցված խնդիրները ուղղակի այս անգամ ինքը արտահայտվեց։ Այս անգամ արտահայտվեց։ Բայց իրականում հանրային ընկալման մեջ այն հանգամանքը, որ Հայաստանը միանում է Ռուսաստանի թշնամիներին, բավական խորն է։ Եվ եթե մարդիկ մտածում են, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիան չի բերում հակահայկական տրամադրությունների գեներացիայի Ռուսաստանում, ճարոճար սխալվում են։ Դու չես կարող ստեղ գեներացնել անընդհատ հակառուսական տրամադրություններ եւ դա նույն պրոյեկցիայով չսկսվի Ռուսաստանում։ Ռուսաստանում ավելի քան 2 միլիոն հայ է ապրում։ Եվ ամենամիս մի թիվ էլ ասեմ, ամենամիս 150-ից մոտ 200 միլիոն դոլարի տրանսֆերներ են ուղարկվում իր հարազատներին։ Խիեք այս ազգը բաժանում նաև նոր բաժանարար գիծ ստեղծում այս ազգի 2 քանի միլիոնի ու Հայաստանում ապրող փաստացի մոտ 2.5-2.7